Անկախ նրանից երեխան առաջնեկն է թե ոչ, երեխայի ծննդյան միանվագ նպաստը 500,000 դրամ կլինի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուսումնասիրությունն է ծննդյան նպաստները 1,5 միլիոնից իջեցնելու որոշման պատճառը։ Արսեն Թորոսյանը համոզված է, մարդիկ հաճախ երեխա են ունենում փողի համար։ Որ մեր շատ քաղաքացիներ, հատկապես անապահով քաղաքացիներ, երեխա են ունենում պարզապես գումարի համար։ Անհեթեթ են անվանում ծնողները կառավարության որոշումը, ինչպես կարելի է երեխա ունենալ գումարի համար, հատկապես որ մեր օրերում այդ գումարը հազիվ երեխայի տակդիրներին հերիքի։ Բառեր չունեմ այս կառավարության մասին ասելու, ահավոր է ուղղակի, ահավոր։ Ոչ մի ապագա չկա այս երկրում, ես ոչ մի ապագա չեմ տեսնում իմ երեխաների համար։ Նման հարցի շուրջ երբեք չեք մտածել, ցանկություն չունենք գումարով երեխա բերեք, երեխան բերում ես ինքդ քեզ համար։ 3 երեխայի մայր եմ ու անգամ գումարը մեզ չի հետաքրքրում։ Գործող օրենքով առաջին և երկրորդ երեխայի ծնվելիս պետությունը վճարում է 300,000 դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար 1 միլիոն դրամ, 5-րդ և ամեն հաջորդ երեխայի համար 1,5 միլիոն դրամ։ Նպաստների տրամադրման այս կարգը շատ փորձագետներ համարում էին ծնելիությունը խթանող։ Նոր որոշումը պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով բոլորովին չի խթանելու ծնելիությունը, ճիշտ հակառակն է անելու։ Դատարկվող գյուղեր, դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ, ամուսնալուծությունների բարձր ցուցանիշ, ծնելիության նվազում եւ այդ խնդիրները լուծելու փոխարեն իրենք փորձում են նման պահվածքով եւ նման խոսույթով հանդես գալ։ Մեր ժողովուրդը ոչ թե գումարի համար է երեխա ունենում, այլ ընտանիքները պետք է հնարավորություն ունենան երեխաներին մեծացնելու։ Նոյեմբերի 20-ին կառավարության ընդունած աղմկահարույց որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների Հայաստանում ծնելիության մակարդակը 2025 թվականի հունվարից օգոստոս նվազել է 6,3%-ով, համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ, իսկ Փաշինյանը խոստանում էր մինչև 2030 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել 5 միլիոնի։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։